Սիրելի ֆուտբոլասերներ խաղային օրը մեզ մոտենում է ավարտին ու միասին կդիտենք օրվա վերջին հանդիպումը Էլիտ լիգան ներկայացնող երկու թիմեր են մրցելու միմյանց դեմ Կադիս տնտեմ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հանդիպում կա մրցավարի Սուլիչը մեկնարկած է հանդիպումը եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Բորուսիա Մյունխեն-Գլադբախից Հայկ Մկրչյանը պաշտպանում է դարպասը համար 1 Գառնիկ Սարգսյան համար 2 Արման Մարտիրոսյան համար 3 Արություն Թորոսյան համար 4 Անդրանիկ Ադամյան համար 5 Արթուր Թադևոսյան համար 8 Արմեն Խաչատրյան համար 10 Նաթիմի Ավակտե Ռաֆայել Ղազարյան համար 11 եւ Անդրանիկ Բարսեղյան համար 49 Մարտին Ստեփանյանը պաշտպանում է Կադիսի դարպասը համար 1 Վարազդա Դուրգայան համար 3 Նաթիմի Ավակտե Հայկ Ղևոնդյան համար 4 Կարեն Ավետիսյան համար 5 Նարեկ Մակարյան համար 8 Սևադա Օհանյան համար 10 Ռոբերտ Մարության համար 17 Վարուժան Ալդալյան համար 19 Ռուբիկ Ջուլակյան համար 23 Կարեն Շիրխանյան համար 27 Գեգամ Խաչատրյան համար 77 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80 Ղազարյանն է գնդակով ստացվեց անցումը Դեպի Բարսեղյանն է գլորում շատ իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ քանի որ երկու թիմերն էլ գտնվում են շատ լավ մարզավիճակում Դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից Եզրային ներդրում իրականացնի Գլադբախը Խաչատրյան Դեպի կենտրոն ուղարկեց Սարգսյանի ուղղությամբ Ռաֆայել Ղազարյանը ստացավ գնդակը բայց այստեղ մի փոքր ուժեղ կատարեց Ղազարյանը այդ փոխանցում ու արդեն գնդակը կլինի Կադիսին այո ծանոթացնեմ ինչպիսին է պատկերը նաև Էլիտ լիգայում որտեղ ամեն տուրից հետո իսկապես հետաքրքիր ու դիտարժան է ստացվում մրցաշարային աղյուսակը երկար փոխանցում Մարտիրոսյանն էլ այստեղ էր ու հեռացեց գնդակը Եվ այսպես Վիլյարեալն ու Լեռնային Արցախը 4 հանդիպումից հետո ունեն նույնքան հաղթանակ եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը վաստակած 12-ական միավորներով Վերդերը ունի նույնքան միավոր, բայց անց է կացել 5 հանդիպում, այո Վերդերը կրեց 1 պարտություն հենց առաջին տուրում եւ զիջեց Գլադբախին Բայց հետո կարողացավ իհարկե 4 անընդմեջ հաղթանակ տոնելու հիմա 3-րդ տեղում է գտնվում մրցաշարային աղյուսակում Չելսին 4-րդ 10 միավորով Ինտերն ու Սիթին էլ ունեն 9-ական միավոր եւ 5-րդ ու 6-րդ հորիզոնականներում են տեղ զբաղեցել Այսօր եթե Գլադբախը հաղթում է հավասարվում է անմիջապես 4-րդ հորիզոնականում գտնվող Չելսին Գլադբախը այսպես 7-րդը վաստակած 7 միավորով բայց իհարկե 3 հանդիպում է ընդամենը Գլադբախը անցկացել ինչը նշանակում է դեռ Բորուսիան Չունի ոչ մի կրած պարտություն Էլիտ լիգայի այս խաղարկությունում երկու հաղթանակ մեկ ոչ ոքի եւ այդ ոչ ոքի եղավ Չելսիի դեմ առաջին տուրի շրջանակներում որտեղ Այո, պարտվում էր 2-0 Գլադբախը, բայց երկրորդ խաղակեսում այդ անկյունայինները, որոնք շատ լավ իրականացնում թիմի ավակ Խաչատրյանը կարողացավ Գլադբախին երկու գնդակի, այսպես ասած, հնարավորություն տալ երկու գնդակ ետ բերել, որից հետո չպարտվեց Գլադբախը դեռ մի բան էլ իհարկե վերջ տամասում կարող էր հաղթանակի հասնել, բայց ավարտվեց այդ հանդիպումը մարտական 2-2 ոչ ոքի հաշվով ու Այդ խաղից հետո արդեն Գլադբախը տարավ 2 հաղթանակ եւ այս պայն կրկնում եմ Անպարտելի է Բորուսիան ունի իր ակտիվում վաստակած 7 միավոր 3 հանդիպումից հետո այսօր եթե հաղթում է հավասարվում է Չելսին բայց իհարկե դեռ Գլադբախը երկու հանդիպում էլ պետք է անցկացնի որ խաղերի քանակով էլ հավասարվի Չելսին պատկերացնում եք եթե այդ երկու բաստողած հանդիպումներում օրինակ գոնե 4 միավոր էլ կարողանա Գլադբախը վաստակել կամ տանի երկու խաղում էլ երկու հաղթանակ ապա իհարկե ավելի այսպես ասած կամրապնդվի մրցաշարային աղյուսակում Խաչատրյան ուղարկեց Ղազարյանի ներվից փորձ բայց շեղությամբ է ստացվում Ռաֆայել Ղազարյանի հարվածը իսկ Կադիսը այս պայն գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում 3 հանդիպումից հետո ունի Կադիսը 2 հաղթանակ կրել է 1 պարտություն եւ 6 միավոր ունի իր ակտիվում 12 խփած 12 էլ բաց թողած գնդակները այսպեսին է ցուցանիշը Կադիսի համար Եվ Կադիսն էլ այսօր եթե հաղթում է, որն է հետաքրքիր Կադիսն էլ շրջանցում է Գլադբախին Ընդհանրապես այս երկու թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հարևանությամբ 7-րդ հորիզոնականում Գլադբախն է 8-րդում Կադիսը Եվ եթե այսօր տանում է հաղթանակ Կադիսը, ապա հավասարվում է Ինտերն ու Մանչեսթեր Սիթին, ովքեր կիսում են 5-րդ եւ 6-րդ հորիզոնականը։ Մի խոսքով ամեն տուրից հետո, այսպես ասած, գլխի վայր խառնաշփոթ է առաջանում Էլիտ լիգայի այս խաղարկությունում, մրցաշարային աղյուսակում, ու ամեն տուրից հետո, ամեն միավորից հետո իհարկե բոլոր թիմերն էլ
Համ կորցնում են միավորներ, համ ստանում են ավելի մեծ շանսեր։ Իհարկե կախված է այդ խաղային շաբաթը ինչպես են ավարտում թիմերը, ինչպիսի արդյունքներ են գրանցում, համենայն դեպս իհարկե առայժմ այս բարդ խաղարկությունում ամեն ինչ դեռ առջևում է։ Հիմա ես ինձ նետելու է Կադիսը։ Եզրային հետո իրականացված է Մարտիրոսյան առաջին դիպավ գնդակին եւ այստեղ էլ արդեն այո Թորոսյանը վաստակեց եզրային նետում Գլադբախի համար, այո, շատ մաքուր գործեց ու գնդակը Կադիսի ֆուտբոլիստին դիպավ վերջում եւ հետո դուրս եկավ դաշտի սահմաններից Բարսեղյանն նետում եզրից դեպի Ղազարյանը, բայց այստեղ էլ դաշտի միջին հատվածում էր Ղազարյանն ու երկու մրցակից նրան վերահսկողության տակ առան եւ կորցրեց գնդակը Ղազարյանը կանեն Շիրխանյան անցումը ստացվեց Շիրխանյանի մոտ, շարունակությունը տեսնենք։ Փոխանցումն էլ կա վտանգավոր է Օհանյան ու Թորոսյանը հասցրեց այստեղ այո Փագել Օհանյանի հարվածի ճանապարհը, եթե հարվածեր Օհանյանի իհարկե արդեն բավական վտանգավոր դիրքում էր Օհանյանը հայտնվել ու չենք կարող ասել ինչպես կստացվի այդ դրվագում Օհանյանի հարվածը, այն որ Օհանյանը շատ վտանգավոր հարվածների հետ իրապետում կարծում եմ արդեն ծանոթ եք ովքեր հետևում են Կադիսի հանդիպումներին։ Հիմա նորից գնդակը Կադիսի մոտ է Դուրգարյան դեպի Ֆիդանյանն էլ շատ լավ փոխանցում կատարեց դեպի Աչեսը։ Ու այստեղ այո Ղազարյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Խաչատրյանին չդիպավ գնդակը վերջում եւ ես նետելու է Կադիսը Դուրգարյանն է հենց թիմի ավակն է պատրաստում եզրային նետումն իրականացնել Ֆիդանյան ավելացեց գնդակի ընթացքը, բայց արդեն այն շատ ուժեղ ստացվեց Գեգամ Խաչատրյանի համար, նա չէր կարող իհարկե հասնել այս գնդակին, բավական ուժեղ ընթացավ Ֆիդանյանի կատարած գլխով փոխանցումը եւ Հայկ Մկրտչյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Մարտիրոսյան Բարսեղյանին է ուղարկում գնդակը, նորից Մարտիրոսյան ու երկար փոխանցում առաջ Խաչատրյան մեկը փումով դեպի Ադամյանը նորից Խաչատրյան իջեցեց Խաչատրյանը գնդակը թողեց Բարսեղյանին փոխանցումն էլ կամ ու եզրային նետում է այո Գլադբախը վաստակում Դուրգարյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Բարսեղյան Մարտիրոսյանն է բաժանացնում գնդակ, այո նախորդ խաղում, նախորդ տուրի խաղում երբ Գլադբախը իր վերջին հանդիպումը մրցեց Վոտֆորդին ֆենոմենալ գնդակի հեղինակ դարձավ Մարտիրոսյանը հեռար կատարած հարվածով շատ գեղեցիկ ստացվեց նրա դարպասի գրավումը Խաչատրյան ու Մարտին Ստեփանյանը հիմա արդեն փրկում է Կադիսին վերահաս գոլից առաջին վտանգավոր պահ այս խաղում ստեղծեց Գլադբախը ու այսպիսի հարված կարողացավ Ստեփանյանը հեռացնել Խաչատրյանի հարվածը, բայց անկյունային է Գլադբախը վաստակել, ինչը արդեն իսկ վտանգավորը Գլադբախի անկյունայինները միշտ են վտանգավոր ստացում Խաչատրյան կա փոխանցում, բայց Ջուլակյանը այստեղ առաջիններով հեռացեց գնդակը Գառնիկ Սարգսյանը հերվից փորձ փակեց Ավետիսյանը գնդակի ուղղությունը Ղազարյանի մոտ էլ չստացվեց հարվածային դիրքում հայտնվել Ադամյան դեպի Սարգսյանը Նորից Ադամյան, բայց այստեղ շատ հաջող դիրքավորվեցին Կադիսի ֆուտբոլիստները ու Թորոսյանը հասցնում է այո փակել Սևադա Օհանյանին ու նորից թույլ չտվեց Օհանյանին հայտնվել հարվածային դիրքում եզրից նետելու է արդեն Կադիսը Դուրգարյան երկար նետում առաջ Օհանյանը այստեղ թիկունքով է, բայց ստացվեց փայլ գնդակը նորից Դուրգարյան դեպի կենտրոն Խաչատրյան ու կարայո կար խաղի կանոնների խախտում այստեղ Գեգամ Խաչատրյանի դեմ պայքարում Ստանդարտը տեսնենք Ֆիդանյանն է գնդակի մոտ հերվից փորձ, բայց այստեղ Մարտիրոսյանին բաժնացավ գնդակը Շիրխանյանն ու Ադամյանը շատ մաքուր գործեց չկար այո խաղի կանոնների խախտում փոխանցում դեպի Ռաֆայել Ղազարյանը գրոյի անցել Գլադբախը Ղազարյան վտանգավոր է, բայց այստեղ արդեն 3 մրցակից դիմավորեց Ղազարյանին, այո եթե Շիրխանյանը ստանում էր հարվածի հնարավորություն, ապա թնդանոթը կարող էր միացնել, բայց Ադամյանը շատ վստահ պաշտպանվեց այդ դրվագում ու թույլ չտվեց Կարեն Շիրխանյանին հայտնվել հարվածային դիրքում։ Հիմա փոփոխություն կտեսնենք երկու թիմերի կազմում էլ Թադևոսյանն է մտնում խաղադաշտ Բորուսիայի կազմում, այո փոխանցվեց Անդրանիկ Բարսեղյանը Կադիսի կազմում են
փոփոխություն տեղի ունեցավ։ Ու հիմա տեսնենք անկյունայինի խաղարկումը կա փոխանցումը, բայց ցածի ստացվեց Շիշխանյանի փոխանցումը ու Թադևոսյանի առաջին հպումներ սա գնդակին, որից հետո նա գնդակը հեռացեց դաշտի սահմաններից դուրս, եզից է նետելու Կադիսը։ Շիշխանյան հերվից է փորձում արվածել, այդպես էլ արեց Կարեն Շիշխանյանը, բայց մի փոքր բարձր ընթացավ հիմա Շիշխանյանի կատարած արվածը, այո, շատ վտանգավոր են Շիշխանյանի արվածները ստացվում։ Իհարկե խոսքս այս հանդիպման մասին չէ, ընդհանրապես Շիխանյանի հանդիպումները անցկացած հանդիպումներում եթե հետևում եք իհարկե Շիխանյանի խաղաղոշին, ապա փաստ եք խոսքերս հեռահար տարածություններից շատ է սիրում հարվածներ իրականացնել ու շատ վտանգավոր է ստացվում Շիխանյանի հարվածները եւ նրան մրցակիցները թույլ են տալիս հայտվել հարվածային գոտում միայնակ Խաչատրյանն է գնդակով բայց այստեղ էլ երկու մրցակից դիմավորեց Խաչատրյանին, ինչևէ պայծ Գլադբախը գնդակի մոտ Ղազարյան ու կար այո խաղի կանոնների խախտում Ռաֆել Ղազարյանի դեմ պայքարում։ Արա խաղարկում է Գլադբախը գնդակը նորից Ղազարյան, աչից կա Թադևոսյանը նկատեց Թադևոսյանի Ղազարյանը, բայց մի փոքր լավ չընդունեց Թադևոսյանը ու Ավետիսյանը խլեց եւ զարգացնում է հարագություն, բայց այստեղ մի փոքր դանդաղ է, չնայած ստացվեց փոխանցում իրականացնել Շիխանյանն այստեղ է արդեն ու անկյունային է վաստակում այո Կարեն Շիխանյանը Թորոսյանից հեռացավ գնդակը դաշտի սահմաններից դուրս անկյունայինը տեսնենք Շիխանյան բարձից փոխանցում այստեղ շատ խառը իրավիճակ է ինչևէ Մկրտչյանին այո ամեն դեպքում բաժին ասավ գնդակ ու Գլադբախի դարպասապատի իրեց գնդակին անդրադարձը կարող էր իհարկե շատ ավելի վատ անդրադառնալ, բայց այստեղ Այգ Մկրտչյանը դուրս գալով դարպասից իրեց գնդակին Անդրանիկ Ադամյան դեպի Խաչատրյանը նորից դեպի Ադամյաններ ուղված այս փոխանցումը ու եթե անցներ իհարկե շատ վտանգավոր է ստացվում Շիխանյան սա փոխանցում էր ոչ թե հարված ու Թորոսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, բայց ինչ է 11 մետրանոց են պահանջում Կադիսի ֆուտբոլիստները մրցավարը շատ մոտ էր կանգնած ու առայժմ իհարկե թույլ է տալիս հանդիպումը շարունակվի Խաչատրյան երկար փոխանցում Սարգսյան այս գնդակին չի հասնի Բայց ամեն դեպքում այո մրցավարը կարծես կդիտի դրվագի կրկնա պատկերը հասկանանք կար ձեռքով Թորոսյանի մոտ թե ոչ Կարար պենալ լիներ, բայց աուտ է Չկար այո ձեռքով Թորոսյանի գործողություններում ամեն ինչ մաքուր է եզրային նետում իրականացնում Կադիսը ու դուրս էր այո եկել հիմա գնդակը դաշտի սահմաններից Դուրգայանը եւս մեկ եզրային նետում իրականացնում Ֆիդանյան, բայց այստեղ Մարտիրոսյանը հաջող գործեց հետո էլ փոխանցման ճանապարհը փակվեց Ղազարյանը վերականգնում է գնդակը Ղազարյան տեսնենք ինչ կմտածի դեպի Ադամյանը նորից Ղազարյան շատ հանգիստ է Գլադբախը Խաղարկում գնդակ իհարկե Ղազարյան Ադամյան այս զույգը շատ լավ է համագործակցում այսօր դաշտի միջին հատվածում Մարտիրոսյան նորից Ղազարյան ու հետ փոխանցում դեպի Թորոսյանը Շատ լավն է Թորոսյանի փոխանցումը դեպի Ադամյանը աչից կա Թադևոսյանը ուղարկեց Ադամյանը գնդակը Արտուր Թադևոսյանի նորից Ադամյան վտանգավոր է Ադամյան ու այստեղ փորձեց Ավետիսյանին շրջանցել բայց վերջի պահին փակեց Ավետիսյանը Ադամյանի առաջխաղացման ճանապարհը հետո էլ արդեն Թադևոսյանը խախտեց Շիշխանյանի դեմ խաղի կանոնները ու ստանդարտը կլինի Կադիսինը Արագորեն տեղադրեց գնդակը Շիխանյանն ու գլորեց այն դեպի Ֆիդանյանը Ֆիդանյան հերվից փորձ ու վտանգավոր է այո Ֆիդանյանի հարվածը բայց մի փոքր շեղությամբ ընթացավ այստեղ գնդակը հարված ենք տեսնելու Հայկ Մկրտչյանի պաշտպանած դարպասից Թորոսյան Թողեց գնդակը դարպասապան Մկրտչյանին Նորից Թորոսյան Շարժվում է առաջ Արություն Թորոսյանը դեպի Խաչատրյանը
այստեղ չստացվեց արդեն Խաչատրյանի փոխանցումը ու հիմա գրո նորից Կադիսից Շիրխանյանը արագանում է, բայց անաստ է ստացվեց հիմա էլ Կարեն Շիրխանյանի կատարած փոխանցումը։ Մարտիրոսյան։ Ես իսկ դեպի Կադիս այո շեղությամբ ընթացավ Մարտիրոսյանի կատարած փոխանցումը, Դուրգանյան ուղարկեց գնդակը Ֆիդանյանին։ Օհանյան մեկ հպումով փորձեց այո հարվածային դուրս բերել Կարեն Շիրխանյանին, բայց չանցավ Օհանյանի կատարած փոխանցումը Թադևոսյան, հիմա Գլադբախը կարող է մի փոքր տեմպ հաղորդել այս գրոհին, մնաց գնդակով Թադևոսյան, ինչ է, չկա խաղի կանոնների խախտում, ոչ կա փոխանցում ու Ջուլակյանը փակում է գնդակի ճանապարհը, անկյունային է վաստակում Բորուսյան։ Արմեն Խաչատրյանը կիրականացնի անկյունային է։ Կա փոխանցումը Ջուլակյանը նորից է հեռացնում գնդակ ու հիմա նորից հակագրոյի հնարավորություն է ստանում Կադիսը, բայց շատ հեռու տողեց այստեղ գնդակը Սևադա Օհանյանը, այո, մի փոքր լավ չընդունեց ու հետո էլ արդեն կորցրեց գնդակը Խաչատրյան։ Սարգսյան Հերվից փորձ Մարտին Ստեփանյանը վերցնում է գնդակը թույլ ստացվեց այո Սարգսյանի կատարած հարվածը ու ուժեղ փոխանցում է կատարում Ստեփանյանը շատ հաջող փոխանցում Շիրխանյանն էլ շատ հաջող իջեցեց գնդակը փոխանցումն էլ կա ու Սևադա Օհանյանը բացում է այս հանդիպման հաշիվը 1-0 Կադիս առաջ է անցնում հաշվի մեջ այո երկու փոխանցում որից հետո արդեն գնդակը հայտնվում է Գլադբախի դարպասում։ Մեկ զրո բացված է հանդիպան հաշիվը Սևադա Օհանյանը առաջ է մղում հաշվի մեջ Կադիսին այո ընդամենը երկու փոխանցում դիտեցինք այս գրոհի ժամանակ Մարտին Ստեփանյանի փոխանցումը դարպասապա Մարտին Ստեփանյանի փոխանցումը դեպի Շիրխանյանը ով շատ հաջող իջեցեց գնդակը շատ ճիշտ բան փոխանցեց որից հետո Սևադա Օհանյանը գրավեց դարպասը բացելով այս հանդիպան հաշիվը ու հիմա տեսնենք արդեն Գլադբախի պատասխանը ինչպես պետք է լինի այո շատ Հավասար ֆուտբոլ ենք իսկապես դիտում խաղադաշտում Թադևոսյան արագանում է Սարգսյանը Թադևոսյան բայց այստեղ արդեն Ղևոնդյանը ճիշտ դիրքում էր ու որտեղ է գնդակը Սարգսյանի մոտ է հայտնվում Ջուլակյան մաքուր է գործել Ջուլակյանը չկար խախտում Շիրխանյան շատ լավ ստացվել Շիրխանյանի մոտ անցումը փոխանցումը նույնպես շատ լավն էր դեպի ձախ բայց այստեղ արդեն Թորոսյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Եզրային նետումն իրականացված է Շիրխանյան Ավետիսյան Հերվից փորձ Ավետիսյանից ու դիպաֆենսի խաղանկերոջը գնդակը Ադամյանին վերադարձավ հիմա էլ գնդակը ով ուղարկում է Խաչատրյանին մեկ հպումով դեպի Սարգսյանը բայց Գառնիկ Սարգսյանը գնդակը Գլադբախի համար Ղազարյան ու Ֆիդանյանն է այստեղ շատ լավ գործում Ղազարյանն էլ այստեղ խախտեց խաղի կանոնները բայց մնաց գնդակը Շիրխանյանի մոտ իսկ սա իհարկե արդեն դեղին քարտ է երկրորդ անունի մեջ խախտումը մեկ դրվագում Ղազարյանից տեսանք ու ստանդարտը տեսնենք Շիրխանյանը թե Ֆիդանյանը կարողացի ամենայն դեպս Ֆիդանյանն է տեղադրել գնդակ այո Ավետիսյանը նույնպես գնդակի մոտ է հեռացավ Շիրխանյանը գնդակից ու մնացին Ավետիսյանն ու Ֆիդանյանը բայց իհարկե ինչպես երևում է Ֆիդանյանն է կարծես պատրաստվում հարված կատարելու կասուլիչը Ռոբերտ Ֆիդանյան հերվից հարված բայց այստեղ Մարտիրոսյանը արդեն կրել էր հարվածի ուղղությունը ու ճիշտ բային կանգնեց ճիշտ դիրքում Ադամյան Թադևոսյան, բայց մի փոքր լավ չընդունեց Թադևոսյանը գնդակը նորից գրո Կադիսից այստեղ էլ Ղազարյանն է լավ գործում Թադևոսյան Ղազարյան ստացվեց անցումն իրականացնել Ղազարյանի մոտ ու շարունակությունը տեսնենք Ջուլակյանն է դիմավորել նրան Ղազարյանը ամեն դեպքում հարվածեց բայց բարձր ստացվեց Ռաֆայել Ղազարյանի կատարած հարվածը Գնում ենք սա բացում խախտում ենք պարտավորը գոլմա կտեղում ենք
Ֆիդանյան աչից ուղարկեց գնդակը դեպի Խաղանկերոջը Ղևոնդյանները արագացել, բայց այստեղ փակվեց Ղևոնդյանի փոխանցումը, նորից Ֆիդանյան երկար փոխանցում այս անգամ էլ Թորոսյանը դուրս եկավ իր դիրքից հեռացման փորձ, բայց երկրորդ դրվագում շատ վստահ գործեց հիմա Թորոսյանը ուսա կարող է Գլադբախի գրոյի սկիզբը հանդիսանալ Խաչատրյան հիմա այլ Ավետիսյանն է թիկունքից լավ գործում Թորոսյան Եսից այո կնետի Բորուսյան Մարտիրոսյան Դեպի Ադամյանը Դեպի Խաչատրյանն էլ Ադամյանը փորձեց հասցեակել գնդակը, բայց չհասավ Խաչատրյանին այս դրվագում Իսկ հիմա երկար փոխանցում ենք տեսնում դեպի Սևադա Օհանյանը ով շատ լավ ընդունեց գնդակը, բայց հարվածը բավական բարձր ստացվեց Օհանյանի կատարած, այո, կարող էր ավելի հանգիստ հարվածել, նրան խանգարող այլևս չկար, այո, շատ լավ մեկը փումով իջեցեց գնդակ ու հայտվեց Մկրտչյանի դեմ մենակ, բայց կարող էր իհարկե թե հանգիստ հարվածով, այսպես ասած, գնդակը դարպասապայի վրայով ուղարկել դարպասը, կարող էր անկյուններից որևէ մեկը շատ հանգիստ ուղարկել, բայց որոշեց ցնդանոթային հարված կատարել ու շատ բարձր ստացվեց այստեղ Օհանյանի փորձը, այո, շատ լավ հնարավորություն հիմա Կադիսը կորցրեց Մարության, այո, առաջինը փումը Մարությանի խաղադաշտ վերադառնալուց հետո եւ որն է հետաքրքիր Մարությանը այսօր մրցում է իր նախկին թիմի դեմ, այո, նա նախորդ լիգայում հանդես էր գալիս հենց Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կազմում, բայց այսօր արդեն պաշտպանում է Կադիսի գույները ու տեսնենք Մարությանի հանդիպումը ինչպես կստացվի իհարկե ներկայիս ու նախորդ թիմերի կազմում, այո, նախորդ թիմի դեմ մրցավեճում, այսպես ասենք Եզրային եմ իրականացնեն Կադիսի ֆուտբոլիստները Ադամյան պայլ է գնդակը դեպի Խաչատրյանը մեկը փումով լաններ այս փոխանցումը Սարգսյան, բայց Սարգսյանի հարվածը բավական թույլ ստացվեց ու Ստեփանյանը ուժեղ փոխանցում է կատարում նորից առաջ մեկը փումով թող է Շիրխանյանը գնդակը Մարությանին նորից Շիրխանյան երկար փոխանցում Ֆիդանյանի ուղղությամբ ու այստեղ էլ հիմա դարպասածողն է այո եկավ օգնության այս իրավիճակում Գլադբախին իսկ հիմա անկյունային է Կադիսը վաստակել Տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչի կվերացեն Կադիսի ֆուտբոլիստները խաղակես այո բավական արագ մոտենում է ավարտին Մարության Շիրխանյան նորից Մարության դեպի Ֆիդանյանը գլորեց գնդակը Ֆիդանյան դիտքը հարվածային է այդպես էլ արեց Ֆիդանյանը ու Թորոսյանը նորից կանգնում է գնդակի ճանապարհին Ֆիդանյան սա փոխանցում էր Ջուլակյանը թողնում է գնդակը Կարեն Շիրխանյանին որի հարվածից հետո Փակվում է նաև Կարեն Շիրխանյանի հարվածի ճանապարհը, եթե չեմ սխալվում, կրկին Թորոսյաններով կանգնեց գնդակի ճանապարհին այս դրվագում։ Եվս մեկ փոխանցում դեպի Ջուլակյանը ուժեղ է նաև այս փոխանցումը, այո, 2 րոպեից ավելի քիչ է մնացել խաղակեսի ավարտին։ Տեսնենք այս քիչ ժամանակահատվածում թիմերը արդեն ինչ կառաջարկեն մեզ։ Կասուլիչը Մկրտչյանը գլորում է գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ Երկար փոխանցում Ղազարյանն այստեղ էր ու Ստեփանյանը դուրս եկավ դարպասից եւ շատ վստահ գործեց այստեղ Մարտին Ստեփանյան, այո, Ղազարյանն ու Խաչատրյանն էլ չհասկացան միմյանց որպեսզի խանգարեն Ստեփանյանին Մարտիրոսյան ամեն գրող կարող է հիմա լինել խաղակեսի վերջի դրվագ, այո, հիմնական ժամանակի վերջի րոպեն նույնպես մեկտարկած է Ֆիդանյան Երկար փոխանցում այստեղ էլ Բարսեղյանն է ճիշտ-ճիշտավորված Ադամյանին ուղարկեց գնդակով շարժվում է առաջ Ադամյան անցումը գեղեցիկ էր Ադամյան հարվածային է դիտքը ինչ անում Ադամյանը բրավո այստեղ բայց դարպասի գրավում չունեցանք այո ինչ արեց Ադամյանը այստեղ միայնակ
Բայց հիմա մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը, տեսնենք կարծես խաղի կանոնների խախտում էր տեղի ունեցել Ադամյանի դեմ պայքարում։ Դիտես մրցավարը դրվագի կրկնապատկերը այստեղ էլ չկար խաղի կանոնների խախտում։ Ստեփանյան դեպի Ղևոնդյանը վերջ, խաղակես հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է։ Կադիսը կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Ֆուտբոլասեր բարեկամները մենք վերադառնում ենք միասին դիտելու Բորուսիա Մյունխեն-Գլադբախն դեմ Կադիսի հանդիպան երրորդ խաղակես, այո, առաջի կեսից հետո ունեցանք 1 դարպասի գրավում Սևադա Օհանյանի խփած գնդակը միակ դեր առաջի խաղակեսում, որի շնորհիվ առայժմ հաղթում է Կադիսը 1-0 հաշվով, տեսնենք երկրորդ կեսում առաջին հերթին Բորուսիան ինչ փորձի առաջարկել, իհարկե նրանք պարտվողի կարգավիճակում են եւ պետք է իհարկե մտածեն այս իրավիճակը հաղթահարելու մասին։ Ադամյանն է գնդակով, գնդակի տեղափոխություն դեպի Բարսեղյանը։ Ղազարյան Հերվից արված, բայց թույլ է ստացվում Ղազարյանի արված ու Ստեփանյանը վերջնում է գնդակ, այո, խաղակեսի վերջին դրվագը իսկապես շատ հետաքրքիր ստացվեց Ադամյանի անցման մասին է խոսքս, միայնակ ինչպիսի տարածություն հաղթահարեց, բայց վերջին փոխանցումը, որը ուղղված է դեպի Խաչատրյանը, մի փոքր ուժեղ ստացվեց, կարող էր իհարկե Ադամյանը հենց ինքը եզրափակել այդ դրվագը ու կարծում եմ դա ավելի իհարկե մոտ կլիներ դարպասի գրավմանը, քան այդ փոխանցումն է, որը մի փոքր աննշան ուժեղ ստացվեց ու Խաչատրյանը չհասավ այլևս այդ գնդակին, Բարսեղյան գլորեց գնդակը Ղազարյանին կամ Արտիրոսյանի տարբերակը, բայց ուշ նկատեց Ղազարյանը խաղանկերոջ Ադամյան, հիմա շատ լավն էր այս փոխանցումը Ադամյանի կատարած, Արտիրոսյան դեպի աջ տարավ Խաչատրյան ու հիմա մի փոքր չեղությամբ է ստացվում թիմի ավակ Արմեն Խաչատրյանի կատարած արված, այո, շատ լավն էր Ադամյանի փոխանցումը նույնպես Մարտիրոսյանի փոխանցումը Ադամյանը այստեղ գնաց գնդակի խլման չստացվեց, իսկ Խաչատրյանի վերջին կատարած արվածը մի փոքր չեղությամբ մտածավ։ Վերականգնեց Գլադբախը գնդակը, Տորոսյան դեպի կենտրոն Մարտիրոսյան Ղազարյանին է թողնում գնդակը ու դեպի Բարսեղյանն ենք փոխանցում տեսնում, այո, փորձում է հիմա Գլադբախը աստիճանաբար, այսպես ասած, խաղը առաջին համարով անցկացնել, իհարկե դա պետք է այդպես լինի, քանի որ Գլադբախը իհարկե կրկնում եմ դեռ անպարտելի է եւ այս խաղում պարտվում է, միջև այս հանդիպումը անպարտելի է Բորուսիան ու հիմա այս խաղում առաջի կեսից հետո հայտնվել է պարտվողի կարգավիճակում, պետք է փորձի իհարկե այս առնվազն 1 կորցրած գնդակը շատ արագ վերականգնել Ղազարյան ու բրավո Ստեփանյան, ինչ սեյվ դարպասապայից Սարգսյանի հարվածել, բարձր է ստացվում, իհարկե Ղազարյանի հարվածը նույնպես շատ գեղեցիկ էր, բայց իհարկե Ստեփանյանի բարձունքում էր այս իրավիճակում ու հեռացեց գնդակը, եթե չլիներ իհարկե Ղազարյանի այս լավ հարվածը, ապա այսպիսի սեյվ չէինք ունենա մենք դարպասապայից, երկուսին իհարկե ծափարությունն էր այս դրվագում, բայց ամեն դեպքում Կադիսի դարպասը մնաց անարեիք։ Ղազարյան տեսեք Գլադբախը նորից է վերականգնում գնդակը, երևում է իհարկե ընդպիչումից հետո Գլադբախը փորձում է արդեն ավելի ակտիվ հանդիպում անցկացնել Ադամյան ու այստեղ սայթակեց Ադամյանը եւ հիմա գրոհ ենք տեսնում Կադիսի Շիրխանյանը արագացավ, Շիրխանյանը կատարեց փոխանցում, բայց այստեղ ուժեղ էր արդյոք փոխանցումը, խաղանկերը լավ չորթաց Շիրխանյանի կատարած փոխանցում ու նորից գրոհ Գլադբախը կփորձի սկսել Մարտիրոսյան կա Ղազարյանի տարբերակ ուղարկեց գնդակը Ռաֆայել Ղազարյանին նորից Մարտիրոսյան ու գնդակի տեղափոխություն դեպի Սարգսյանը շատ լավն էր այս փոխանցումը, որը կատարեց Մարտիրոսյանը Բարսեղյան բարձից, բայց այստեղ էլ արդեն Ջուլակյանը վերահսկեց պաշտպանության կենտրոնը եւ հետո ոչ թե Ջուլակյանը, այլ Ղևոնդյանն էր, ներողություն եմ խնդրում եւ հետո հենց Ղևոնդյանից էլ գնդակը դուրս եկավ այո դաշտի սահմաններից անկյունային է վաստակում Բորուսիան Խաչատրյանն է Գիդասնյային կա փոխանցումը վտանգավոր իրավիճակ է ու Եվս մեկ անկյունային կտեսնենք, այո ամեն դեպքում
Պարզապես հեռացեցին Կադիսի ֆուտբոլիստները գնդակ այս իրավիճակում դաշտի սահմաններից դուրս եւ եւս մեկ անկյունային Խաչատրյանը կիրականացնի այն, եւս մեկ փոխանցում Դուրգանյանը այստեղ առաջիններ Ադամյանին եկավ գնդակը, ձախ ոտքով Ադամյանի ցարված ու նորից վարազդա Դուրգանյանն է փակում գնդակի ուղղությունը Մարտիրոսյան դեպի աջ, Մարտիրոսյան փոխանցում ու երրորդ անընդմեջ դրվագում վարազդա Դուրգանյանը հեռացնում է գնդակը Շիխանյան Բարձից փոխանցում դեպի Խաչատրյանը, բայց չհասավ այստեղ Խաչատրյանը գնդակին, Մկրտչյանը շարժվեց առաջ, փոխանցեց Բարսեղյանին, իսկ այստեղ արդեն կորցրեց Գլադբախը գնդակը, Շիրխանյան թողեց Ֆիդանյանին, Ֆիդանյանը հեռվից հարված անդրադարձ ու անկյունային կիրասնի հիմա էլ Կադիսը, Գլադբախի դարպասի ուղղությամբ այո բավական է թիմերին մի քանի վայրկյան ու արդեն հարված եք տեսնում մեկը մյուսի դարպասի ուղղությամբ շատ ակտիվ հանդիպում է ընթանում խաղադաշտում երկու թիմերն էլ իսկապես շատ լավ մարզավիճակում են գտնվում ու տեսնենք Անկյունայինը Շիրխանյանն է իրականացնում փոխանցումը կա Խաչատրյանն ու այստեղ հասցրեցին երկու ֆուտբոլիստով Ադամյանն ու Թորոսյանը հայտվել նրա առջև թույլ չտալ հարված էլ Խաչատրյանին արդեն իհարկե պատրաստում է հարված կատարելու Խաչատրյանը անկյունայինի խաղարկումը տեսնենք Մարությանը կիրականացնի հիմա իր անկյունայինը Ցածից փոխանցում Արման Մարտիրոսյանը ճիշտ դիրքում էր ու գրել էր մրցակցի մտահղացումը Մարտիրոսյան շարժվում է առաջ ստիպված եղավ արգելակելու հետ ուղարկեց գնդակը Ռաֆել Ղազարյանին Ադամյան դեպի Բարսեղյանն է ուղարկում գնդակը Թորոսյան Մկրտչյանին թողեց Նորից Թորոսյան հանգիստ խաղարկում է Բորուսյան հիմա արդեն գրոյի իմիտացիա, բայց Մարությանը այստեղ հասցրեց կանգնել մրցակցի գրոյի ճանապարհին Մարության ինքն էլ փորձում է իր թիմի համար եւս մեկ գրո սկսել Ղևոնդյան Նորից դեպի Մարությանը հասա Մարությանը գնդակին փոխանցում էլ կատարեց դեպի Խաչատրյանը Ղևոնդյանին նորից եկավ գնդակը բայց այստեղ արդեն Արման Մարտիրոսյանը շատ վստահ գործեց Ադամյանը դեպի աջ Ղազարյանն այստեղ է բայց Դուրգանյանն էլ հայտվեց Ղազարյանի ճանապարհին ու Դուրգանյանից դուրս եկավ կարծես գնդակը դաշտի սահմաններից Եվ այո անկյունային է վաստակում Բորուսյան այս իրավիճակում Արագորեն խաղարկում Խաչատրյան փոխանցումն էլ կա ու ոչ ոք չսպասեց այստեղ որ գնդակը կհասնի այո տվյալ դեպքում Արման Մարտիրոսյանն էր եթե չեմ սխալվում ու չհավատաց որ Խաչատրյանի փոխանցումը կհասնի իրեն եւ կարծում եմ դա էր հիմնական պատճառը որ Մարտիրոսյանը այստեղ չընդունեց գնդակ ու չհարվածեց Եզրային նետում կիրականացնի Կադիսը Ղևոնդյանը նետում է եզրից դեպի Դուրգանյանը լավ արագացավ Դուրգանյանը բայց հետո արդեն Թադևոսյանին բաժինացավ գնդակը իսկ հիմա նորից Կադիսը վերականգնում է գնդակը Ֆիդանյան Սարգսյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս եզրից կնետի Կադիսը բայց Կարծես այո փոփոխություն տեղի կունենա այս ընթացքում Ավետիսյանը վերադառնում է խաղադաշտ Սևադա Օհանյանը նույնպես ու տեսնենք արդեն թարմ ուժերով այս երկու ֆուտբոլիստերին ինչ կփորձեն առաջարկել իհարկե մեկը պաշտպանության գոտում Ավետիսյանի մասին է տվյալ դեպքում խոսքս Սևադա Օհանյանն էլ Արցակման գծում կփորձի ավելի ակտիվ գործել իհարկե Ղազարյան Դուրգանյանը այստեղ հասցրեց այո Փակել Ղազարյանի հարվածի ճանապարհը մի փոքր էլ լավ չստացվեց Ղազարյանի մոտ վերամշակել գնդակ ու արդյունքում կորցրեց գնդակը Գլադբախի իսկ հիմա Շիրխանյանն է անցել գրոյի բայց այստեղ Թորոսյանն էլ հասցրեց Շիրխանյանի փոխանցման ճանապարհին կանգնել Թադևոսյան գնդակը կրկին Բորուսիայի մոտ Բարսեղյան դեպի Սարգսյանը ու մեկը փումով դեպի աջ Մարտիրոսյանն այստեղ է, բայց միայն Խաչատրյանն է մնացել արձակման գծում չկան տարբերակներ ստիպված Մարտիրոսյանը հիմա արգելակեց ուղարկեց Ղազարյանին գնդակը նորից Մարտիրոսյան Փոխանցում ու անկյունային է վաստակում Մարտիրոսյանը այո առավելագույն ինչ կարողացավ անել այս դրվագում փակ էին բոլոր տարբերակները
ու անկյունայինի խաղարկումը տեսնենք նորից Խաչատրյանը իրականացնի այն բարձից եւս մեկ փոխանցում ու այստեղ արդեն հեռացեց Մարությանը գնդակը Թորոսյան մեկը փումով դեպի առաջ Խաչատրյանն էլ այստեղ է հեռացնում ու Մկրտչյանին է բաժանացնում այո գնդակը Սարգսյան Արտիրոսյան Եվ այստեղ գնդակի կորուստ Ֆիդանյան արված ու Մկրտչյանը փրկում է հիմա Գլադբախին երկրորդ գնդակը բաց թողնելուց այո եթե հիմա արդեն կրկնապատկեր Կադիսն առավելությունը ապա Արդեն Բորուսյան կահետևերը բավական ծանր իրավիճակում Խաչատրյան, Սարգսյան այս պատ խաղարկումը հրաշալի է դեպի Թադևոսյանը կա Ղազարյանի տարբերակը բայց Թադևոսյանը արգելակեց մի պահ հետո էլ արդեն հասցրեցին Կադիսի ֆուտբոլիստները վերադասավորվել եւ հենց Թադևոսյանից էլ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից դուրս ինչը նշանակում է հարված ենք տեսնելու իհարկե Կադիսի դարպասից Ավետիսյան արագորեն Դուրգայանը խաղարկեց գնդակը նրա հետ երկար փոխանցում դեպի Սևադա Օհանյանը շատ լավ է Օհանյանը վառվում գնդակի հետ Ֆիդանյան արված ու նորից Մկրտչյան փայլուն սերվի մա արդեն Գլադբախի դարպասապայից երկրորդ դրվագումը արդեն դարպասը անարել կեպահուն վերահաս գոլից այս անգամ Ֆիդանյանն երկու դրվագում էլ եթե չեմ սխալվում Ֆիդանյանը հայտնվեց հարվածային դիրքում ու երկու դրվագում Մկրտչյանի մոտ ստացվեց դարպասն անարել պայել Ղազարյան վտանգավորը Ղազարյան ինչ անում Ղազարյանը բայց այստեղ չստացվեց հարվածել եթե իհարկե գրավեր դարպասը ապա ֆենոմենալ անցում ու դարպասի գրավում կունենային Ղազարյանից բայց Վերջին պահին չնստեց գնդակը նրա ոտքին ու այո չստացվեց Ղազարյանի հարվածը Շիխանյան պատասխան գրող Կադիսից Ֆիդանյան դեպի Օհանյանը Եվ կա այո խաղի կանոնների խախտում Սևադա Օհանյանի դեմ պայքարում ինչը նշանակում է բավական վտանգավոր գոտուն տուգանային հարվածի հնարավորություն է վաստակում Կադիսը Եվ տեսնենք այս ստանդարտը ով է իրականացնելու կարծես այս անգամ էլ արդեն Կարեն Ավետիսյանն է պատրաստվում հարված իրականացնել Երկու ֆուտբոլիստ են գնդակի մոտ Ավետիսյանն ու Շիրխանյանը Տեսնենք ով կհարվածի ամենայն դեպս երկուսի համար էլ շատ հարմար է նման տարածությունից հարվածել դիտքը հարվածային է Կա Սուլիչը Ավետիսյանը թողեց Շիրխանյանին Շիրխանյանը հարվածեց ու խնդրեմ Թորոսյանը ամենաճիշտ դիտքում էր այո անցել էր գնդակը նույնիսկ դարպասապա Մկրտչյանից բայց խնդրեմ դարպասում չհայտնվեց քանի որ Արություն Թորոսյանը ճիշտ դիրքում հայտնվեց ու հեռացեց գնդակը այո շատ վտանգավոր է ստացվել Կարեն Շիրխանյանի կատարած հարվածը Ղազարյանն ընդդեմ Դուրգայանի մնաց գնդակը Ղազարյանի մոտ ու կար այո կար խաղի կանոնների խախտում Ավետիսյանը խախտել է խաղի կանոնները Ջուլակյանը վերադարձավ խաղադաշտ ու փոխանցվեց հիմա Դուրգարյանը այս ստանդարտի խաղարկում ներողություն տեսնենք ինչի կվերացի Բորուսյան Կասուլիչը նորից թիմի ավակ Արմեն Խաչատրյանն է գնդակի մոտ Խաչատրյան սա փոխանցում էր շատ հեռուն գնացող ու Ջուլակյանը հեռացնում է գնդակը Ադամյանն էլ դաշտի սահմաններից դուրս ուղարկեց այն ես կնետեն Կադիսի ֆուտբոլիստները արդեն տեսա մանջան տեսա Ավետիսյան դեպի Շիրխանյանը ուղարկեց գնդակը ստացավ պատասխան փոխանցում խաղանկերոջից Խաչատրյան դեպի Ֆիդանյանը Բարձից փոխանցում Օհանյան վտանգավոր է ու այստեղ էլ արդեն Բարսեղյանն է փակում գնդակի ճանապարհը իհարկե ձեռքով խաղ են պահանջում Կադիսի ֆուտբոլիստները բայց մրցավարը առայժմ իհարկե ոչինչ ցույց չտվեց այս դրվագի հետ կապված Շատ մոտ էր կանգնած, ամենայն դեպս չեմ կարող ասել կուսումնասիրի դրվագը թե ոչ ապահովության համար, բայց առայժմ իհարկե որոշումը մնում է հաստատում իր որոշմանը մրցավարը, այո չկար ձեռքով խաղ այս դրվագում
Մարտիրոսյան դեպի կենտրոն Ղազարյանին հասցրեց ուղարկել գնդակը Մարտիրոսյանը հետ փոխանցում Թորոսյանին նույնը խաղ Մկրտչյան նորից Ղազարյան արի Տունանջի գնա դեպի Խաչատրյանը լավ գրով է սկսել Բորուսյան Մարտիրոսյան բարձից փոխանցում հերուն է գնում գնդակը բայց Ադամյանը ամեն դեպքում հասնում է այս գնդակին Ադամյանը անցում է այս անգամ Արտեն Ադամյանի մոտ շտացվեց ու հիմա հակագրող Կադիսի Չիխանյան դեպի Մարությանն էլ ուղարկեց Ֆիդանյանին դիրքը հարվածային է Ֆիդանյանի բայց սա փոխանցում էր որից հետո ունենք դարպասի գրավում Մարությանը գրավում է դարպաս այո 2-0 դարձնելով հանդիպան հաշիվը Երկուսրով Մարությանը կրկնապատկում է Կադիսի առավելությունը, այո, իհարկե շատ լավ հակագրոյի անցավ Կադիսը ունենք արդեն երկրորդ դարպասի գրավում այս խաղում նախկին թիմի դարպասը գրավեց Մարությանը եւ իհարկե հասկանալի է նրա դարպասի գրավում չտոնելը ու հիմա արդեն շատ ծանր իրավիճակում հայտնվեց Գլադբախը արդեն իհարկե ակտիվ էր Բորուսյան փորձեց մեկը ետ բերել բայց խնդրեմ երկրորդը բաց թողեց ու շատ ծանր իրավիճակում հայտնվեցին արդեն Գլադբախի ֆուտբոլիստները Մարտիրոսյան ու վաստակի անկյունային այս իրավիճակում ոչ պայեց Կադիսը գնդակը դաշտի սահմաններում Ստեփանյանն շատ վստահ ուղարկեց Ֆիդանյանին Խաչատրյան դեպի Շիխանյանը շատ արագ է հակագրում Կադիսը Շիխանյան դեպի Ֆիդանյանը Ֆիդանյան սա փոխանցում է որից հետո Օհանյանը եւս մեկ դարպասի գրավում է իրականացնում դուբլ գրանցելով իր անվան դիմացու երապատկելով արդեն Կադիսի առավելությունը այս խաղում Երեք 0 այո արդեն երապատկում է այս խաղում Կադիսի առավելությունը ու հիմա արդեն այս գոլով իհարկե շատ ավելի մոտեցավ Կադիսը այսօրվա խաղում 3 միավորին իհարկե դեռ պետք չէ Բորուսիային խաղից հանել իհարկե նրանք հայտնվել են բազմաթիվ անգամ նմանատիպ իրավիճակներում բայց ժամանակը շատ քիչ է ու Բորուսիան արդեն ոչ թե 1 կամ 2 այլ 3 գնդակի մասին պետք է մտածի այս խաղում առնվազն չպարտվելու համար իհարկե շատ ծանր իրավիճակում է հայտնվում Գլադբախը Կադիսն էլ բնականաբար համաձայն չի այդ մտքի հետ ու կփորձի այս առավելությունը պահել իհարկե ինչին շատ մոտ են Կադիսի ֆուտբոլիստները հիմա էլ Ադամյանի հերվից փորձի տեսանք մի փոքր շեղությամբ ստացվեց Ավետիսյան երկար փոխանցում դեպի Օհանյանը լավ չընդունեց հիմա էլ Սևադա Օհանյանը գնդակը Ղազարյան այստեղ գնդակը նորից Կադիսի ֆուտբոլիստերին բաժին ասավ Օհանյան դեպի Շիխանյանը Մարության թողեց Կարեն Ավետիսյանին ցածրից ոչ ներողություն բարձից փոխանցում կատարեց Ավետիսյանը նրբանկատ փոխանցում փորձեց կատարել այո փորձեց այնպես գնդակ ուղարկել Տուկանային հարաբարակ որ խոճապ առաջացնի այնտեղ դարպասապայի հետ պայքարի մեջ մտնող անկերներին բայց ամեն դեպքում Մկրտչյանը վերցեց այստեղ գնդակը ու հիմա արդեն Գլադբախի պատասխան գրոյին տեսնենք բայց Ավետիսյանը այստեղ նույնպես հասցնում է փակել Թադևոսյանի առաջխաղացման ճանապարհը Ադամյան դեպի Խաչատրյանը բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց Խաչատրյանի կատարած փոխանցումը խորքից նորից Բորուսյան փորձում է գրոհ սկսել Մարտիրոսյան դեպի Ադամյանը Ադամյանի անցումը ստացվեց ու այստեղ Ջուլակյանը շատ լավ սահանքում իրականացրեց այո վերջի պահին եւ եթե անցեր Ջուլակյանին Ադամյանը ապա
Ոչ ոք չէր խանգարի նրան իհարկե վերջին հարվածը դիպուկ իրականացնել։ Դա չստացվեց, իսկ հիմա արդեն Կադիսը խորքից փորձի եւս մեկ գրոհ սկսել, Շիրխանյանը ընդունեց խաղանկերով չկատարած փոխանցումը Մարության, թողնում է գնդակ Ավետիսյանին, նորից Շիրխանյան, լավներ փոխանցումը Մարության դեպի առաջ, բայց պետք է մի փոքր ամպրել այս իրավիճակում։ Մկրտչյան, Թադևոսյանին է ուղարկում գնդակը դեպի Խաչատրյանը, ընդունեց գնդակը Խաչատրյանը, կատարեց փոխանցում ու այստեղ էլ Ղևոնդյանն է հեռացնում գնդակը դաշտի սահմաններից դուրս, այո, շատ վտանգավոր իրավիճակ էր։ Խաչատրյան, Սարգսյան դեպի Թադևոսյան ու նորից հասցնում է լավ դիրքավորվել Կադիսը պաշտպանությունում, գնդակը հեռացեցին դեպի առաջ, Մկրտչյան այստեղ դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին, ուղարկեց Հարություն Թորոսյանին։ Դեպի Ղազարյանը, բայց այստեղ էլ հաջող չընդունեց Ղազարյանը, ճիշտ է Կադիսը չգրոհեց այս իրավիճակում, բայց Գլադբախի գրոհն էլ չստացվեց։ Հիմա արդեն խորքից է փորձում եւս մեկը սկսել Բորուսյան Ադամյան ու հիմա էլ Մարությանը ճիշտ դիրքում էր, փակեց Ադամյանի առաջ խաղացման ճանապարհը, Շիրխանյան։ Ադամյան։ Ադամյան գեղեցիկ անցում, փոխանցում Խաչատրյանին, Ադամյան ու պետք է այս դարպասի գրավումը լիներ, այո, ամեն ինչ արեց Ադամյանը այս զրվագում 3-1 դարձելով հանդիպման հաշիվը։ Անդրանիկ Ադամյան 3-1 է հանդիպման հաշիվ, այո Գլադբախը 1 գնդակ հեղինակեց, բայց իհարկե պետք են դեռ 2 նմանատիպ դարպասի գրավումներ այս քիչ ժամանակահատվածում, որը ունի Բորուսյան, այո 3 րոպեից ավելի քիչ է մնացել հիմնական ժամանակի ավարտին։ Համենայն դեպս իհարկե եկեք ոչինչ չասենք հաղթողի կամ պարտվողի հետ կապված այս խաղում ու համբերատար հետևենք այս հանդիպման վերջի րոպեներին։ Ավետիսյան բարձից փոխանցումը կա Ղևոնդյան հարված ու հիմա եթե Ղևոնդյանը գրաver դարպասը պատկերացնում եք ինչ գեղեցիկ դարպասի գրավում կունենայինք ու այդքանով արդեն կփաստենք իհարկե Կադիսի հաղթանակը Մարտիրոսյան։ Դեպի Թադևոսյանը փոխանցեց Մարտիրոսյանը, Թադևոսյան ու այստեղ էլ Շիրխանյանն է հաջող գնդակի խլում իրականացնում։ Բայց արագորեն Գլադբախը վերականգնեց, հետո կորցրեց, իսկ այստեղ դուրս եկավ գնդակը արդեն դաշտի սահմաններից, արագորեն խաղարկում է Բորուսյան գնդակը, Ադամյան լավներ անցումը։ Ադամյան, տեսնենք այս անգամ ինչ կմտածի Ադամյանը, սա խախտում էր, ոչ չտեսավ մրցավարը, ոչինչ չկար խաղի կանոնների խախտում ու հակագրոհ նորից արդեն Կադիսի Շիրխանյանը բավական վտանգավոր դիրքում է հայտնվում, ուղարկեց գնդակը Մարությանին, ով հարվածեց ու այս անգամ արդեն Մկրտչյանը նորից կարողացավ ետ մղել գնդակը Թադևոսյան, ուղարկում է Խաչատրյանին, ձախից կա Ղազարյանը, ստացավ Ռաֆայել Ղազարյանը գնդակը, անցավ մեկ մրցակցի, արդյոք չկար խախտում Հիմայել Ղազարյանի դեմ պայքարում, հարված ու շեղությամբ է ստացվում Հիմայել Ղազարյանի հարվածի փորձը, այո սա նույնիսկ փոխանցում կարելի էր համարել, եթե Թադևոսյանը իհարկե շեղեր գնդակի ուղղությունը ու այն հայտնվեր դարպասում։ Ավետիսյան շատ լավն էր փոխանցումը, Շիրխանյանը ընդունեց, Շիրխանյանը փոխանցեց ու Օհանյանն էլ վրիպեց այս իրավիճակում։ Թորոսյան գտավ կենտրոնում Անդրանիկ Ադամյանին, Ղազարյան, նորից Ադամյան, այս խաղարկումը գեղեցիկ էր, Խաչատրյան ու
հիմա էլ չանցավ Խաչատրյանի կատարած փոխանցումը, նորից հակագրող Կադիսից, այո, շատ լավ է Կադիսը հակագրողում, այստեղ է Թորոսյանն է փակում գնդակի ճանապարհը, նորից Ֆիդանյանի մոտ հայտնվեց այն։ Ու հետ է գլորում Ֆիդանյանն Ավետիսյանին։ Դեպի Մակարյանն ենք փոխանցում տեսնում։ Շիշխանյան խլեցին Բորուսիայի ֆուտբոլիստները գնդակը Խաչատրյան կա փոխանցում Ղազարյանը միայնակ է մնում Ստեփանյանի դեմ ու գրավում է դարպասը 3-2 դարձելով հանդիպան հաշիվը 1 գնդակ մնաց Գլադբախին հեղինակել չպարտվելու համար այս խաղում։ Ռաֆայել Ղազարյան 3-2 հիմա պետք է ողջ կազմով նետվի առաջ Գլադբախը իհարկե մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է արդեն ընթանում, այո, եթե ցանկանում է Բորուսիան չպարտվել այս խաղում պետք է ողջ կազմով նետվել առաջ, համենայն դեպս 1 կամ 2 գրոյի հնարավորություն Բորուսիայի ֆուտբոլիստները դեռ կարող են ստանալ այս խաղում։ Եզրային նետում եք իրականացնի Ավետիսյանը։ Երկար փոխանցում, այստեղ Սարգսյանը լավ գործեց Ադամյանին ուղարկեց գնդակը։ Իսկ այստեղ կարայո խաղի կանոնների խախտում Ադամյանի դեմ պայքարում։ Ու հիմա Բորուսյան կարծում եմ կնետվի առաջ, այո, փորձելու այս եթե չեմ սխալվում, իհարկե սա կլինի հանդիպան վերջին դրվագը կամ իհարկե հավասարեցնել հանդիպան աճևը կամ եթե հակագրոհի Կադիսը իհարկե էական չէ, պարտվել 4-2 թե 3-2 միևնույնն է։ Պարտություն է մնում։ Հիմա տեսնենք ստանդարտը Խաչատրյանն է գնդակի մոտ շատ լարված իրավիճակ է, նույնիսկ դարպասապան Մկրտչյանն է միացել գրոհին։ Խաչատրյան փոխանցումը կա ու ինչ այստեղ Ղազարյան պայեց գնդակը Ղազարյանը, բայց ոչ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց, այո 3-2 հաշվով հաղթեց այս խաղում Կադիս, այս հետաքրքիր խաղում ի վերջո հանդիպումն ավարտվեց 3-2-ի օգուտ Կադիսի ֆուտբոլիստների։ Շնորհավորում ենք Կադիսին հերթական 3 միավորը վաստակելու համար, այո խաղային օրը մեզ մոտ ավարտվում է, շնորհակալություն որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։